քաղաքի։ Այո, ընդամենը 4 րոպե, շատ կարևոր 4 րոպեներ։ Նաև դրացուցի ժամանակ կա, մենք այդ ոսկե միավորի կանոնի մասին հետագայում կխոսենք։ Հիմա հետևենք այս գոտեմարտի ընթացքին, շատ արագ կարծում եմ շատ վճռական է տրամադրված Դավիթ Մկրտչյանը եւ հենց սկզբից նա ուզում է փորձում է հնարք կատարել։ Նախ վերցնում է իր սիրելի հնարքը, նա միշտ աշխատում է այդ ձեռքը պահել, որպեսզի այդտեղից իր հնարքը կատարի։ Կարողացավ շվեյցարացին այստեղ խուսափել։ Եվս երկու այդպիսի հարցակում Դավիթի կողմից եւ ինձ թվում է շվեյցարացուն պասիվության համար նկատողություն կտան։ Դավիթ Մկրտչյանը ասեմ, որ առաջին գոտեմարտում Տորնիկե Տատարաշվիլին Վրաստանի ներկայացուցին հաղթեց, այնուհետև Խորվաթիայի ներկայացուցիչ Բեռնարդ Ազինովիչի նկատմամբ առավելության հասավ, բայց ամենավճռական կիսաեզրափակիչում ռուսաստանցի Վիկտոր Աչկինաձեն իհարկե ավելի վառ մրցակից դուրս եկավ եւ հիմա փորձեց Դավիթը գցում մեջքի վրա կատարել դրա մոտ չստացվեց։ Այո, առայժմ միավոր չկա, առայժմ ուշադիր են մարզիկները, սխալ թույլ չեն տալիս եւ այստեղ մրցավարը պահանջում է կապել գոտին։ Մեր մարզչին են ցույց տալիս հիմա գլխավոր մարզիչն է հավաքականի։ Չստացվեց հնարքը Ինչ փորձում թվում էր։ է պատժեն արդեն։ Շվեյցարացուն։ Այո, եւ այդպես էլ եղավ։ Կեղծ հարցակում ցույց տալու համար նրան պատժեցին։ Առանց բռնվածքի հնարք փորձում էր հնարք կատարել։ Բայց չտրվեց դրան Դավիթ Մկրտչյանը հասկանալով։ Իհարկե։ Հիմա արդեն աշխատանքային շատ լավ փորձ էր հնարքի։ Բայց կարծես թե դուրս էր աշխատանքային գոտուսը։ Տեղինից դուրս գալու դեպքում եզրային մրցավարը ցույց է տալիս եւ մեջտեղի մրցավարը կանգնեցնում է գոտեմարտը։ Իսկ հնարքի ընթացքում կարելի է շարունակել։ Եթե հնարքը սկսում է տատավի ներսից, այսինքն տեղինի վրայից եւ դուրսն է վերջացնում, հնարքը հաշվում է։ Դեռ բավական ժամանակ կա, առայժմ որոշակի առավելություն մեր մարզիկը ձեռք է բերել, բայց կարելի է մեծացնել այդ առավելությունը։ Հնարք կատարվեց, բայց մրցավարի հրանգից հետո էր, նա կանգնեցել էր գոտեմարտը։ Շվեյցարացի Վալենտին Ռոտան առաջին փուլում Նիկիտա Լապունովին էստոնացուն հաղթեց, այնուհետև Վլադիմիրիս Աբրամովսի նկատմամբ առավելության հասավ եւ կիսաեզրափակիչում նա պարտվեց Իլգար Մուշկիևին, Ադրբեջանի ներկայացուցիչին պարտվեց ահա այս մարզիկը եւ սրանից հետո մենք տեսնենք եզրափակիչը Ադրբեջան-Ռուսաստան Երևանում։ Այստեղ արդեն դուրս են եկել տատամից։ Դուրս եկան տատամից։ Կարծում եմ այսպիսի վերաբերմունք մրցավարի նկատմամբ ձեռքի շարժումներով պետք չէ։ Ինձ թվում է Դավիթը մրցավարի նկատություն էր այդ իր մրցակցին, որը անընդհատ կուսապողական գոտեմարտը վարում։ Իմ կարծիքով սա մարդիկ գցում է լիպոն է, մրցավարները ինչու մրցավարը չարձագանքեց այս հնարքին։ Ես իմ կարծիքն եմ ասում, քննարկման առարկա է։ Փորձում է պահում կատարել Դավիթը հիմա։ Ոչ, շվեյցարացին փորձում էր ցավեցնող կատարել Դավիթի ձեռքին, բայց իհարկե Դավիթը իր պահել է գոլովացները։ Դժգոհություն է, դժգոհում է։ Հա, կրկնապատկերը։ Կրկնօրինակը տեսնենք, իմ կարծիքով մարդիկ գցում են։ Պետք չէ, կարծում եմ ժամանակից շուտ պետք չէ հունից դուրս գալ, նյարդայնանալ, այս ամենը արագ պետք է անել, իհարկե Երևանում մեծ է ցանկություն է Դավիթ Մկրտչյանի, բայց պետք է
պրոֆեսիոնալ լինել եւ հույզերի չտրվել։ Այսպես բայր միշտ լինում են։ Առավել եւս այդ առավելություն դեռ պահպանվել է նկատողության։ Նա հիմա կարող է տակտիկական պայքար վարել, ավելի շատ աշխատել, որպեսզի նկատողություն տանի մրցակցին, ակտիվություն դրսևորի եւ մրցակցին անպայման նկատողություն կտան։ Էլի դուրս եկան սահմաններից տատամի։ Այս գոտեմարտը կարելի անվանել ապարդյուն ջանքերի գոտեմարտ, քանի որ այսքան գործողություններ եւ ոչ մի միավոր առայժմ։ Դավիթը մի քանի փորձեր արեց հնար կատարելու, բայց դեռ չի ստացվում։ Մեր երկրպագները պատանեկան առաջնություն եւ պատանիները այստեղ շատ են իհարկե եւ նրանք մեկ մարդու նման ծափարություններով եւ անկարգումներով այժմ փորձում են օգնել Դավիթ Մկրտչյանին եւս մեկ հնարք է փորձում կատարել, բայց դարձյալ դուրս են նրանք տատամից։ Բայց գցումը սկսել էին տատամի ներսից եւ եթե միավոր լիներ գնահատել հնարքը։ Գևորգ Խաչատրյանը առավելության հասավ առաջին տատամիում Կոսմին Լազարյանի ռումինացու նկատմամբ եւ առաջին բրոնզե մեդալը հայ մարզիկի համար, բայց գնում է Ուկրաինա այս մեդալը։ Այնտեղ ամենից շատ ավելի արագ տեղի ունեցավ։ Խաչատրյանը Մաքուր գցումով, այո, մաքուր գցումով ցավոչը չտեսան հնարքը, բայց մաքուր գցումով հաղթեց գոտեմարտը։ Դարձյալ մեր ուշադրությունը ամբողջությամբ այս գոտեմարտի վրա է։ Վերջին վարկյաններն են հիմա ընթանում։ Դավիթը եւ կստաց մաքուր գցում։ Կարողանում է կատարել եւ մրցավարը վերջապես եւ բարձրացնում է ձեռքը։ Շնորհավորում ենք բոլորիս առաջին մեդալը այս առաջնությունում մենք կարողացանք նվաճել։ Իհարկե բրոնզե մեդալ, բայց ուրախ են բոլորը եւ տեսնում ենք Դավիթ Մկրտչյանն էլ ուզված է։ Պատասխանատվությունը մեծ էր իհարկե եւ այստեղ կորցնել այս հնարավորությունը նա ծանր կտաներ կարծում եմ։ Ոչինչ չասող դեպքով մրցակիցը շվեյցարացին Վալենտին Ռոտան ընդունում է այս պարտությունը։ Եվ 55 կիլոգրամ քաշային կարգ, այստեղ այսօր մեր ներկայացուցիչը, որից մենք իհարկե եզրափակիչի ուղեգիր էինք ակնկալում, բայց նա եզրափակիչում պարտվեց, բայց այսպիսի գեղեցիկ հնարքով կարողացավ հաղթանակ տանել։ Հակահնարք էր ավելի շատ, շվեյցարացին փորձում էր հնարք կատարել, Դավիթը շարունակեց նրա կատարած հնարքը, ավելի շատ հակահնարք էր։